Ողջույն, սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում, իսկ այսօր հյուրս հայտնի հայագետ, արևմտահայ հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրդյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Ալվրդյան, մեր զրույցի համար հրավերս ընդունելու։ Պարոն Ալվրդյան, խոսելու ենք տարբեր թեմաներից, բայց շատ կարևոր թեմաներից, որը բոլորիս մտահոգությունների կենտրոնում է։ Եվ ուրեմն սկսենք հետևյալից, տեսեք, գաղտնալսումներ, մատնություններ, կեղծված տեսանյութերի հրապարակում, հեռախոսազրույցների, լսում են, ձայնագրում են, մոնտաժում են, իրենց ուզած ձևով, իրենց ուզած տարբերակով տարածում են։ Սա այս իշխանության գործելավոճն է։ Եվ խնդիրն այն է, որ նման նյութերը բնականաբար չէ, իրենք պարզ է, որ հատուկ ծառայություններն են տրամադրում այս իշխանություններին, այսինքն ԱԱԾ-ն հրաշալի աշխատում է եւ մտել են մարդկանց անձնական կյանքը դարձրել են քաղաքական, այսպես ճնշումների համար շատ հարմար գործիք։ Հիմա հարցս հետեւյալն է. տոտալ վերահսկողության համակարգ է ձևավորում ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի այսպես ղեկավարությամբ։ Ինչի հետ մենք գործ ունենք, որն է նրանց նպատակը։ Այո, տոտալ նպատակ է հետապնդում։ Ես սա բոլոր բռնապետական համակարգերին բնորոշ է։ Նիկոլ Փաշինյանը չի հորինում ոչինչ։ Նա ուղղակի անցնում է այն ճանապարհը, ինչով անցել են բոլոր բռնապետները կամ իր նման բռնապետիկները, փոքրերը։ Մեծ բռնապետներ էլ կան, չէ՞, ասենք Ներոնի նման, չգիտեմ, Ստալինի նման։ Երբեմն իրեն նմանեցնում են մասշտաբներով, չափսերով եւ նպատակներով շատ ավելի փոքր է եւ նրա երկիրը, որտեղ բռնապետություն է ուզում հաստատել, դարձյալ իր ծավալներով ու չափսերով փոքր է։ Դրա համար ես նրան ասում եմ բռնապետիկ։ Իսկ ինչ որ ասացիր, դրանք անխուսափելի են։ Մենք եթե վերհիշենք իր իշխանության առաջի 1-2 տարին կամ ամիսները, նման բան ոչ մեկի մտքով չէր անցնի իրենց, չէ՞։ Այդ կյանքում թույլ չէին տա իրենց այդպես բան, ինչու՞, որովհետև ունեին ժողովրդի համակրանքը, ժողովրդի ձայնը ունեին, քվեն ունեին եւ վստահ էին, որ ժողովուրդը իրենց սիրում է։ Այդ ամենը սկսվեց իրենց իշխանության ապաշնոր քաղաքականության բացահայտումից հետո, երբ Արցախը հանձնեցին, երբ իրենց հակասելով հայտարարեցին, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, հետո հայտարարեցին, որ ոչ, Արցախը Հայաստան չէ, նա միշտ էլ Ադրբեջան է եղել, եւ այսպես սոցիալական հարցերում, տնտեսական հարցերում, խոստումներից բարձր աշխատավարձեր, թոշակների բարձրացում, ժողովրդավարության բաստիոն, ժողովրդի հետ ամեն ինչ խորհրդակցել, բայց միշտ պարզվում է, որ հակառակը, ընդդեմ ժողովրդի գաղտնի, ուրիշների հետ, Ալիևի հետ, չգիտեմ, Էրդողանի հետ եւ այլն գաղտնի բանակցությունների արդյունքում մեր ժողովրդին հասցնելով խայտարակ վիճակների եւ կանգնեցնելով անելանելի դրության առջեւ, հիմա այս անելանելի դրությունը սպառնում է իրենց որ եւ նրանք վախենում են, որ կկորցնեն իշխանությունը պահելու համար հարկավոր է ուրեմն բռնապետության զինանոցը օգտագործել։ Գաղտնալսումներ։ Այո։ Գաղտնալսումներով բոլոր ընդդիմադիրների բերանը կարող են փակել։ Դու լավ ասացիր, մոնտաժ, հազար մի ուրիշ բան, խոսքի, նկարահանումների, պատկերների, ինչպես որ արեցին։ Եկեք օրինակներով, ասենք։ Օրինակ Սրբազանի հասցե ինչ է խոսում են, որ նա ասել է էս, ասել է այդ։ Ասել է կոնկրետ ասենք, ասել է գյուլելու ենք, մեքենաները վառելու ենք, բայց դա խայտարակ կեղծիք է, իսկ ժողովրդի մոտ մնաց առաջին տարածված տեղեկատվությունը։ Օրինակի համար ես ասեմ, որ բոլոր կեղծիքները, որ տարածում է իշխանությունը, շատ լուրջ արմատներ են գցում ժողովրդի մեջ։ Գեբելսն ասում էր 2-3 անգամ կրկնեք սուտը եւ ժողովուրդը կհավատա։ Հիմա որպեսզի օրինակ ասեմ, մենակ սա այսօր չէ։ Օրինակ անցյալ իշխանություններից ամենահայտնի սուտը ասում են Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ փող ունի։ Գրել էր Նիկոլի թերթը, ուրիշ ոչ ոք։ Միշիկի ցուցումով հանրապետական իշխանությունների Գեբելսի ցուցումով գրել էր Նիկոլի թերթը, որ այդ մարդը ունի 4 միլիարդ փող։ Իրանք եկան իշխանության, ձերբակալեցին այդ մարդուն,
տարուկես բանտում պահեցին, աշխարհի բոլոր գաղթի կազմակերպություններին ու բանկերին նամակ հղեցին, իրենց կապերով ստուգեցին, տեսան չունի այդ 4 միլիարդը։ Բայց կպել է։ Բայց ժողովրդի մեջ նորից կրկնում են, ազատ են թողել, չեն կարողացել ապացուցել, չէ, իրենց ձեռքն է։ Մարտի 1-ին իրենք են սպանությունը կատարել, պարզվեց ոչ ոք չի սպանել։ Եվ իրենք արագ իրենց մեղքը մի քիչ մեղվացնելու կոծկելու համար կաշառեցին 10 հոգու ծնողներին։ Բայց մեկը ժողովուրդը չի մտածում, որ ինչու պետք է 30 միլիոն ամեն մեկին փողոցում իշխանափոխության փորձ անելու, խանութներ թալանելու, հարբած վիճակում ավտոներ ջարդելու համար դրանց հարազատներին 30 միլիոն տան, իսկ սահմանի վրա զոհվածներին, պատերազմի զոհվածների ծնողներին ծեծելով քաշ տան։ Վիրավորեն, ամբաստանեն կամ հասանելիք աջակցությունը չտան։ Ժողովուրդը դա չի մտածում, որովհետև մեկ անգամ երբ նրան ասում են այսպես բան, չգիտես ինչու 1-2 կրկնում են, դա վերածվում է ճշտի։ Հա, դա տեխնոլոգիա է։ Սրբազանն ասել է, մանավանդ որ այդ տեխնոլոգիան տարածող ունի մեծ ցանց, ինչ են ասում, կեղծ լրատվամիջոցներ, ֆեյքեր են, չէ՞ ասում։ Այդ կեղծ լրատվամիջոցներն են անում, այնքան համոզիչ են պատմում, ասում, չէ՞, միամիտ մարդիկ են, անփորձ մարդիկ, լրատվության տեխնոլոգիաները չհասկացող մարդիկ եւ բոլորը հավատում են։ Օրինակ Նապոլեոնը, դեռևս Նապոլեոնը գիտակցում էր մամուլի միջոցով քարոզչության խիստ կարեւորությունն ու վտանգավորությունը։ Եվ երբ ինքը դարձավ կայսր, Ֆրանսիայի պես այդ չէ ազատ էր այն ժամանակ, հեղափոխություն, մամուլ, հեղեղված էր։ Ամբողջ Ֆրանսիայում բոլոր թերթերն արգելեց եւ թողեց միայն իր խոսքը եւ իր կարծիքը տարածող 4 թերթ։ Անկամ այն ժամանակ, ել չեմ ասում այսօր, որ մեկը հիմա այդ բոլորը ծառայում են իրեն, հասկանալի է։ Թեպետ խոսում է մամուլի ազատությունից, երբեք այսքան ազատ չի եղել, բայց հանրային հեռուստատեսությունը երբեք նման դիմագիծ չի ունեցել, ամբողջությամբ այնտեղ մեկին էլ իր պատկերով եւ նմանողությամբ գաղափարական իմաստով, ոչ արտաքինով, արտաքինով այնքան էլ նման չեն։ Այդ Պետրոսի են նստեցրել, սա անմեղ դեմքով, այդ ինչ որ հարցազրույցների միջոցով, կանչելով հարցազրույցների, կասկածելի վարքի, վատ վարքի, հակաժողովրդական քաղաքական ծրագիր իրականացրած կամ տվյալ դեպքում իրականացնող անձանց եւ սկսում է ժողովրդի ուղեղը լցնել ամեն մի տեսակ բաներով, կեղծիքներով։ Դե օրինակ երբևէ կտեսնեիք, որ կարգալույծ արված հոգեվորականը հրավիրվեր հանրային հեռուստատեսության եթեր եւ սկսեր հարկոծել եկեղեցին։ Հիմա տես դու շատ լավ բան ես ասում։ Տես ինչ է ստացվում։ Այս հոգեվորական կոչվածը հարցազրույցներ ունի, որ տարածում է։ Մի քանի տարի առաջ իր ձեռնադրվելուց առաջ հարցազրույցնի, որտեղ փառաբանում է վեհապարին, որ նրա օրհնությամբ ձեռնադրվեց մեր սրբազանը, մեր հայրապետը, Սուրբ Հայրը, վերջը սրբազան հայրապետը մեզ ձեռնադրեց եւ նրա օրհնությամբ ես աշխատում եմ բան։ Դուք նկատի ունեք Տեր Արամ կոչված։ Հա, այդ Արամ կոչվածի Ստեփան Աստատերյանը, այո, ընդ որում հակա հիմա այն ժամանակ փառաբանում էր վեհապարին, բայց հիմա փառաբանում է վեհապարի հակառակորդին, այսպես մարդիկ միշտ կան։ Մեզ պետք է չզարմացնեն, ով որ իշխանության է գալիս, այն ժամանակ հայրապետի դեմ որևէ խնդիր չկար, իշխանությունները չէին հալածում հայրապետին ու եկեղեցուն, եւ հայրապետի իշխանությունը հոգեվորականների համար համարվում էր բարձրագույն իշխանություն, բայց քանի որ հասարակության որևէ հասարակության մեջ ցանկացած կառույց կլինի քաղաքական, մշակութային, հոգևոր, արտացոլումն է հասարակության։ Այո։ Հիմա այս մեր հասարակության մեջ քծնանքը շատ մեծ տեղ ունի։ Պաշտոնի, նյութական բարիքների հասնելու համար զրպարտելը, քծնելը շատ մեծ տեղ ունի։ Դրա համար եւ մտավորականության մեջից են այդ պալատական երկիչները արդեն իրենց ցույց տալիս, փառաբանում, ուրիշ տեղերից են փառաբանում, պաշտոնյաներ, հազարվի քաղաքական կուսակցություններ եւ նաեւ բնականաբար հոգեվոր դասի միջից, այդպես եղել է նաեւ նախկինում։ Մինչև եկեղեցուն անդրադառնալը, պարոն Ալավասյան, մեկ դիտարկում եմ ուզում անել, տեսեք Փաշինյանը հաճախ է սիրում, չէ՞, մեջբերումներ անել Աստվածաշնչից, Սաղմոսներ, այսպես անգիր ասում։ Ինքը պետք է ինչ-որ բաներ է հանում, որտեղ ինքը ինչ կարող է իմանալ։ Իր ամբողջ վարքագիծն բարոյական, քաղաքական աշխարհիկ գործելակերպը
Հակը աստվածային է, նա ոնց կարող աստվածաշունչի բան։ Դիտարկումս հետևյալն է, նոր կտակարանում ասում է՝ մի արա ուրիշին այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն, չէ՞, այսպեսի կարևոր մի միտք կա, եւ գիտեք, ես երեք մտածում էի հետևյալի մասին։ Կգա չէ մի օր էլ, որ նույն ձեռագրով իրենց հետ կվարվեն եւ ինչ զարուրելի աղբ է դուրս գալու։ Եթե սկսենք գաղտնալսել ՔՊ-ի, ասենք օրինակ, փակ ժողովները կամ իրենց ներքին այդ խնդիրները։ Ես պատկերացնում եմ, թե ինչ զարուրելի պատկեր է տեսնելու մեր ժողովուրդը, ուղղակի չգիտեմ երբ դա տեղի կունենա, որպեսզի հանկարծ 2026-ին մեր ժողովուրդը նորից չխաբվի եւ նորից չգնա ընտրի հանկարծ այս իշխանությանը։ Հիմա դու ավետարանից հիշեցիր Հիսուսի այդ խոսքը, մի արա ավել չես մի արա ընկերոջ չտա, չես ուզում քեզ, չէ, բայց նաև ունենք հետևյալը՝ մի դատիր, որ չդատես, մեր ժողովուրդը մյուսը չի ասում, շարունակությունը այսպեսին է, ինչ չափով որ դատես, նույն չափով կդատվես։ Եվ որ ասացիր կլսեն, աղբ դուրս կգաք, իրենց արդեն չեմ կասկածում, որ այս մարմինները անվտանգության, նրանք միամիտ չեն։ Նույն ձևով գաղտնալսում են նաև ՔՊ-ին։ Կոմպրոմատներ են հավաքում, վաղը իրենք պետք է արդարանան իշխանությունների առաջ։ Նաև նրա հանձնարարականները, չեք հիշում առաջի օրը հանձնարարական ինչպես է հայտ եկավ։ Ասում է, ապեր գործ պիտի անենք։ Ես հենց դա ուզում եմ հիշեցնել։ Չէ, հիշում ես, քննչական կոմիտեի նախագահը ասում է անվտանգության ծառայության պետին, ինքն է հանձնարարել, վարչապետը հանձնարարել է, որ պիտի գործ սարքեք Ռոբերտի վրա։ Արդեն իրենք ձայնագրել էին, հետո ուզեցին վերագրել ուրիշին, չի լինում։ Այսինքն մատնություն անելն էլ, հիշում եք, ես այդ մի դրվագել հիշեցի, որ ասում էին անունը դրեց ժողովուրդ, ասեցից գործ տալ եք ուզում, որ ժողովուրդը մեկը մեկին գնա գործ տա, մատնություն անել։ Եվ վերջերս ինչ որ մի ՔՊ-ական падգամավոր, ես անունը գրանցել եմ ինձ մոտ, Արուսյակ Մանավազյան, իրենք այնքան կերպար չեն, որ մոռանում են, այդպես էլ էս падգամավորներին, իդեպ ՔՊ-ական ես չեմ անունները չի էլ ֆիքսվում ինձ մոտ։ Սրա դուստրը փաստորեն Թաքուն դասի ժամանակ ԵՊՀ-ում նկարել է իր դասախոսին, դասախոսը Սահակ Մանուկյան, իրավաբանական գիտությունների թեկնածու փաստաբան մարդ է, նկարահանել է եւ տարել ցուցադրել է, ցույց է տվել իր ծնողին, նա էլ տարել է քննարկման առարկա է դա դարձել ՔՊ-ում եւ հետևանքը եղավ այն, որ Սահակ Մանուկյանը ազատվեց աշխատանքից։ Այսինքն մատնություն մեկի տակը փորել, ՔՊ-ին հանկարծ մեկը ինչ որ մի բան գրի Facebook-յան դաշտում, անմիջապես աշխատանքից ազատել, սա չգիտեմ ինչ ավա թուրքական ձեռագիր կա սրանում, որտեղ վերջերս շատ է խոսվում։ Թուրքական ձեռագիրել է, թուրքերը, որտեղ բռնապետական հին համակարգ են, սուլթանական Օսմանյան կայսրությունը եւ հետագայում Թուրքիայի հանրապետությունն առ այսօր, դրանք բռնապետական համակարգ են։ Նաեւ հայերի հետ են ասվում է, որ այդպես են վարվել։ Նրանք ոչ միայն հայերի հետ, նաեւ թուրքերի հետ են այդպես վարվել։ Պետության մեջ ուրեմն անդիմադիր բոլոր ուժերի նկատմամբ այդպես են վարվում։ Այդպես են վարվում նաև իրենց հավատարիմների նկատմամբ, բայց մենք չենք իմանում, որ վաղը մյուս օր այդ հավատարիմը, երբ ուզենա ինչ-որ բան անել, ընդվզել, դուրս գալ իրենց դեմ, հանեն դեմ տան, պատասխանատու անձերի նկատմամբ։ Բռնապետական համակարգների բնորոշ բան է։ Հիմա քո ասած դեպքը ես կարդացի տեղեկատվական որևէ, չգիտեմ որտեղ էր, մի աղբյուրում։ Լրահոսում կար։ Եվ զարմացա, որ փոխանակ այդ ուսանողուն հեռացնեն համալսարանից։ Հեռացրել են դասախոսին։ Այսինքն դա ահուսարսափ տարածելու պես մի բան է եւ ուսանողության մեջ եւ դասախոսների։ Իսկ դրանք նախընտրական շրջանում ամենակարևոր քայլերն են բռնապետական ուժերի համար։ Լրացնում են։ Ահուսարսափ են տարածում։ Չէ, լրացնել չէ մենակ։ Որ մարդիկ հանկարծ կարծիք չհայտնեն։ Չէ, վախ է, ահուսարսափ։ Եթե մենակ լրացնեին, կան չէին ասեին, ել չխոսես ինչ որ բաներ, նա հեռացնում է։ Նա վախ է տարածում։ Նա սովի է մատնում, անգործության է մատնում, չէ, գործազրկության է մատնում։ Ճնշման բոլոր միջոցներն օգտագործվում են, եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ ֆինանսական, եւ նյութական։ Եվ սրանք դա անելու են։ Մինչև վերջ անելու են, որ եւ սովորաբար բռնապետությունների վերջը այս շարունակվում է մինչև այնտեղը, երբ այլևս հասարակությունը չի կարող դա հանդուրժել տանել եւ փլուզում է կատարվում։ Սրանք չեն հասկանում, որ այդ փլուզումը երբ կատարվեց, այդ փլուզվող շենքի տակ հասարակական այդ մեծ շենքը, որ իրենք կառուցել են, կեղծիքի, ստի, վախի, սարսափի, մատնության, այդ տակ առաջի հերթին մնում է ոչ թե ժողովուրդը, ում վախեցնում էին, հակառակը,
մնում են դրա հեղինակները։ Բայց պետությունը կարող է ամբողջությամբ փլուզվել, համակարգերն են ոչնչացնում։ Հիմա փլուզվում է տվյալ դեպքում այդ իշխանության հենարանը, նախ ժողովրդի, բայց այո, դա կարող է ունենալ վատ հետևանքներ, ազդել նաև պետության վրա, եթե ուրեմն մենք չունենայինք արտաքին վտանգ, արտաքին թշնամու վտանգ, որ դրանից կարող էր օգտվել եւ կարող օգտվել եւ ուղղակի զորքերը մտցնել Հայաստան։ Կարող էր ասել, որ ոչ, վտանգ չի սպառնում, բայց եթե ունենք, ավելի ճիշտ էսպես, քանի որ ունենք, ապա այդ վտանգը շատ ռեալ է դառնում։ Ուրիշ դեպքերում կարող էր պետական խստացումներով, դրանց հավաքելով, դատավարություններով, քարոզչությամբ, լավ կառավարման նոր մոդել առաջադրելով, աստիճանաբար մաքրել հասարակությունը։ Բայց տվյալ դեպքում դա սպառնում է մեզ նաև պետության անվտանգության տեսակետից, բայց քանի որ իրենց վարած քաղաքականությունը ոչ միայն իշխանության ամրապնդման համար է, այլ նաև պետության կազմաքանդմանն է ուղղված, ապա հենց դրան էլ նրանք ձգտում են, որովհետև այն վարչախումբը, որը պարտված թշնամու առաջ իր ուժերը զրոյացնում է, հանձնվում է, անձնատուր է լինում, իր տարածքները հանձնում է, Արցախը հանձնում է, ուրեմն 120,000 հայի գաղթական է դարձնում, ցեղասպանություն է իրականացնում, դա բոլոր սրանք են արել, չասեք նրանք են արել։ Նրանք ցեղասպանություն է, ուղղակի սրանք հնարավորություն պայման են ստեղծել, որ նրանք գործադրեն, իսկ հեղինակները իրենք են։ Հասկանալի է, այդ իշխանությունները ինչ պետք է մտածեն պետության անվտանգության համար, նրանք չունեն պետության անվտանգության մասին մտածող իշխանությունը, չի կրճատի բանակը, չի կրճատի անվտանգության համար հատկացող բյուջեն, ինչպես որ իրենք են անում, չի կրճատի ժամկետային ծառայության ժամկետը, որովհետև ժամկետի կրճատում նշանակում է նաև բանակի թվի կրճատում, 1/4-ով, 4 զորակոչը, մեկը կրճատում ես 25%, 25%-ով բանակի թիվն է կրճատում։ Պարոն Ավասյան, դա ինչ է, նախընտրական քայլ, թե դա լրջագույն վտանգ է, մասնավորապես մենք գիտենք, Ալիևը պահանջում է կազմալուծել, կազմաքանդել հայկական բանակը։ Ոչ միայն Ալիևը։ Հրահանգն է կատարում։ Ալիևն էլ էստեղ միջոց, այո, Ալիևը, բայց հատկապես ինքը կատարում է Էրդողանի, թուրքերի հրահանգը։ Մի բան կա, իրենց ասված է, որ իրենք որոշ տարածքի վրա խոստացել են, բայց չեն հասկանում, որ այդպես չի լինում։ Իրենց որոշ տարածքի վրա իշխանություն են խոստացել, ասենք նահանգապետի կարգավիճակով մոտավորապես, որպեսզի պանթուրքական այդ ծրագիրը իրականանա։ Դա չի կարող լինել, որ գնաց կանցնի թուրքերի վերահսկողության տակ գնաց անցնի այդտեղով եւ վաղը մյուսօր դա չդառնա Թուրքիա։ Արցախում նույնիսկ ցամաքային ճանապարհ չէր անցնում, դարձավ Թուրքիա, ուր մնաց երկաթուղի անցնի իրենց վերահսկողության տակ։ Եվ այդտեղը մենք չկորցնենք, դա բացառվում է։ Մանավանդ Սյունիքի պես մի տեղում, որտեղ մեր տնտեսությունը թույլ է, մեր ազգաբնակչության թիվը քիչ է եւ արտագաղթը շատ է, տնտեսությունն էլ քայքայվում է եւ երկու կողմից էլ թուրքական երեք կողմից թուրքական շրջափակման մեջ է։ Հղում են տալիս փաստաթղթին, ասում են ինքնիշխանություն, տարածքային ամբողջականության պահպանում, սա բլեֆ է։ Այո, անպայման բլեֆ է, դա թղթաշերեփի նման մի բան է, թուղթ է, որ ոչ մի արժեք չունի։ Մենք վաղուց պետք է հասկանանք, որ թուղթը մեր դեպքում որևէ արժեք չունի, մեր դեպքում ռեալ ուժ արժեք ունի։ Թղթի վրա գրված որևէ պայման թուրքը գոնե մեր նկատմամբ, մեր պատմությունը բավական լավ գիտենք եւ պետք է մենք վկայենք։ Որևէ հանձնառություն թուրքի մեր նկատմամբ կյանքում երբևէ կյանքի չի կոչվել։ Եղել է լրիվ հակառակը։ Եթե քեզ հանգստացրել է միայն նրա համար, որպեսզի դու այսպես չկասկածես իր ագրեսիվ զգոնությունն է ուղղակի զգոնությունն է բթացրել եւ միշտ այդպես է եղել եւ այսուհետեւ էլ միշտ լինելու է ոչ միայն մեր նկատմամբ։ Եթե թուրքը այդպեսին չլներ, ապա համատարած քրիստոնեությամբ բնակեցված փոքր Ասիան, որը մեծ հայոց մեծ կայսրության տարածքն էր, մասամբ նաեւ Բյուզանդիայի, այդ միայն քրիստոնյաներով զբաղեցրած երկիրը այսօր բազմաթիվ ազգերով ու ժողովուրդներով քրիստոնյա բնակեցված երկիրը չէր դառնա թուրք քրդական մի մեծ կայսրություն։ Դա այդ քաղաքականության շնորհիվ է նաև եղել։ Եվ այդ քաղաքականությունը շարունակվում է, քանի որ այս իշխանությունը ասում է մոռացեք, իրանց տխմարներից մեկը այնօր գրել է, սացանավորներից մեկը երեքը գրել Թուրքիան մեզ կպաշտպանի։
Կարդացիր։ Հա։ Թուրքիան մեզ կպաշտպանի։ Կամ էլ Ադրբեջանը գազ կտա, օրինակ։ Սրանք լավ չգիտեն։ Թուրքիայի վարչապետը, նախագահը, վարչապետ եղած ժամանակ մի անգամ հայտարարեց մեզ սրից բրծածներ, թրից փախպրծածներ, ցեղասպանության բեկորներ, այսինքն։ Եվ հետո զգուշացրեց, ասաց, մոռացել եք ինչ կատարվեց ձեզ հետ։ Դուք ընդհանրապես թրից բրծածներ եք, սպառնաց, մոռացել եք ձեզ հետ ինչ կատարվեց։ Նույնը կկրկնվի։ Գորշ գայլերի նշանը ցույց տվեց նաև գյուլը, հիշում եք։ Մեր բողոքի ակցիա իրականացնողներից Խաչատուր Սուքիասյանն էլ գիտակցաբար թե անգիտակցաբար իր ելույթներից մեկի մեջ գորշ գայլերի նշանը ցույց տվեց, տակ ես գրեցի Facebook-ում բայց ոչինչ պատահական չի էլի։ Հա, ես չգիտեմ։ Հիմա սրանք, որ ամբողջությամբ տնով, տեղով, ընտանիքներով Թուրքերի հետ եղբայրանում արևտուր են ուզում, այդ տխմար մի արարած կա, որ 1 կիսամյակի վարչապետ եղավ, ինչա Վազգենի աղբերը։ Արամ Սարգսյանը տեսնում եք ինչեր է դուրս տալիս։ Թուրքերի հետ առուտուր կանենք, թուրքերը մեզ կպաշտպանեն, վերջապես կազատվենք Ռուսաստանի տիրապետությունից եւ թուրքերի հետ եղբայրություն կանենք։ Հակառուս լինելը դարձրել իրենց նաեւ հակահայ։ Իրանց հակառուսականությունը վճարվում է, դրա համար են հակառուս։ Եթե իրենց վճարվեր ռուսամետ լինելու համար, իրենք ռուսամետ կլինեին, ամբողջ քաղաքական ուժի մասին է խոսքը։ Քանի որ Ռուսաստանը լավ քաղաքականություն չի վարել մեր երկրում, շատ վատ քաղաքականություն է միշտ վարել, դաշնակիցներ պահել ունենալու եւ պահելու իմաստով, եւ միշտ գերադասել է թուրքերի նժարի վրա դնել իր հաշվարկները եւ այն ավելի ծանրակշիռ դարձնել։ Մեզանում մարդիկ տեսել են, որ իրենց դժգոհողներին վարձող կա, փոխտվող կա եւ դարձել են արևմուտքի գործակալներ ընդդեմ ռուսների, որովհետեւ ռուսները իրենց ոչինչ չեն տվել։ Դրանք մեկ է ծախույ են, Ռուսաստանի կողմից էլ լինեն, ծախույ են նրանց կողմից էլ։ Բայց ամբողջ հարցն այն է, որ այստեղ այդ քաղաքական ուժը դեռ ոչինչ որ ասում է ռուսները գնան։ Ամբողջ ազգին, ժողովրդին համոզում է, որ թուրքերը մեր եղբայրներն են։ Հասկանալի է, մեր ողերի մոռացել են։ Եթե եղբայրներ դեին հենց 3, ինչու Արցախը ոչնչացրին։ Հենց 3 120,000 հային ինչու վտարեցին եւ այսօր ինչու են ոչնչացնում քո ողջ մշակույթը։ Լավ, այնտեղ չեն ապրում հայերը, բայց Արևմտյան Հայաստանում եւ Արցախում եւ Նախիջևանում էլ չեմ ասում, ոչ մի հետ չեն թողել։ Արևմտյան Հայաստանում մի քանի բան մնացել է, կիսատ-պրատ, ավերակ, 2500 վանքերից եւ եկեղեցիներից մնացել է մի քանի 100 կիսավերակ, չէ՞, չեն կարողանում բնիկ հայերի որոշները թանգարան են դարձրել, վերանորոգել, ոնց որ սովետական միության ժամանակ հացի պահեստներ էին դարձնում կոլխոզներում, ծորենի։ Որոշները թանգարան են դարձրել, որոշները դարձրել են դիսկոտեկա, ակումբ, գիշերային եւ այլն, ավելի մեծ պղծություն է, քան ասենք ավերելն ու քանդելը։ Քո մշակույթը քանդելով, խժռելով գալիս են, քո աչքի առաջ ոչինչ ասում են քեզ եւ ասում են, որ Երևանն էլ մերն է, եւ դու ոչ միայն դրան չես, ժողովուրդը չի ասում, դա ասում է պետության թիվ 1 մարդ անձը եւ հավակնում են, եւ այս տարածքների համար նրանք ստեղծել են մոլլա մսկիթներ, հոգևոր իրենց հոգևոր առաջնորդներ, հա, հոգևոր առաջնորդների այստեղի եւ այլն, ամբողջ Հայաստանի համար դրանք իշխանություն են ստեղծել են արտագաղթյալների խորհրդարան, շուրաներ, ինչ որ հնարավոր իշխանություններ պատրաստվել են, ամբողջությամբ գրավել Հայաստանը։ Եվ բանակի ահռելի քանակությամբ մեծացրել են բանակի սպառազինությունները եւ բյուջեն են ավելացրել կես միլիարդով թե ինչ։ Իսկ սրանք կրճատում են բանակի թիվը եւ հայտարարում է հպարտ, որ բյուջե մենք այս տարի չենք ավելացնում, մենք դրա կարիքը չունենք։ Ակամա գալիս եմ Լևոն Տեր-Պետրոսյանի, քանի որ իրենք բոլորը ինքն էլ իր բոլոր իրեն իշխանության բերած մարդիկ են, Լևոն Տեր-Պետրոսյանի բարեկամներ, ընկերներ, գաղափարակից դաշնակիցներ կամ տերերն են, գալիս եմ այդ փիլիսոփայությանը, որ հիշում եք, ասում էր, մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է։ Սրանք այդ փիլիսոփայությունն են իրականացում եւ Լևոնը իզուր է խաղում իր լավագույն աշակերտին կոչում սրբապ ազգակործան, չգիտեմ ինչ, ազգակործան պատուհաս եւ ոչ չեմ կարծում, համոզված եմ, ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, ինչ ազգ, ինչ պետություն եւ մեր անպաշտպանվածությունը մեր հիմնական զենքն է։ Այսինքն դա նշանակում է, որ մեր պաշտպանը պետք է լինի թուրքը։
Հասկանալի է։ Այսինքն Հայաստանում ձևավորվել է թրքասերների մի բավական գուցե մեծ չէ, բայց իշխանության ղեկին է։ Մեծ, ուրեմն ուժ։ Չգիտեմ թվականակով որքան են, բայց փաստն այն է, որ իրեն ձեռքին է իշխանության։ Որտեղ այդ ուժին է ծառայում, քաղաքական ուժին։ Բոլոր հատուկ ծառայությունները, հետախուզությունը, հակահետախուզությունը, անվտանգությունը, ոստիկանությունը Պարոն Ալբերտյան, այդ ոնց մի քանի տարում արագ այդպես ազգային անվտանգության ծառայությունը փոխեց իր դեմքը, հա, այդպես թրքացավ միանգամից։ Կա հաճախ են այսպիսի կարծիքներ հնչում, թե դրսից բերված մարդիկ կան, մանավանդ մենք օրինակ տեսանք Հովանավանքում այն մարդը ՊՊՑ-ի, հա, ներկայացուցիչը, որը փակեց բերանը քաղաքացու, որն ասում էր դու կարգալույց, ինչ իրավունք ունես, պատարակ ես անում, ինչ իրավունք ունես խորան բարձրանալու, այդ ժեստը ձեռքը բերանը փակելը, դա ադրբեջանական նաև գործիքակազմ է ընդդիմադիրների դեմ։ Եվ այդ մարդու դեմքը, հիշում եք այդ ՊՊՑ-ի ներկայացուցիչի, բոլորը գրում են Facebook-ում, սա հայկական դիմագծեր չունի։ Մենք կարող ենք կասկածել, որ մեր ոստիկանության մեջ, ՊՊՑ-ում, ԱԱԾ-ում մուտք է գործել արդեն թշնամին։ Կարող ենք այսպիսի ենթադրություն անել։ Կարող ենք ենթադրել, մանավանդ որ պատերազմի ժամանակ հայտնի լրջորեն տարածվեց մի դեպք, որ 1200 թե 1300 հայկական անձնագիր է։ Այո։ Չէ, բաժանվել ադրբեջանցիներին։ Եվ այսօր շատ հեշտ բան է դա։ Ներդնել, մարդ ներդնելը մշակույթի գալիս են այստեղ երգում են, պարում են, հակահայկական նկարահանումներ են անում, տաքսի են նստում, թուրքական երգեր երգելով, տաքսիստներ ծափ տալիս։ Հիմա տեսեք ես ինչ եմ ուզում ասել, սրանց արածի նկատմամբ մեր ժողովուրդը կորցրել է ընկալունակությունը, վտանգի չափի զգացումը։ Ես հասարակ մի բան ասեմ, օրինակ համար ձեր քերներս եմ ասում, մեր ժողովուրդ, այս երկրի վարչապետ կոչեցյալը 5000 մարդ ոչնչացրեց, թիվը չեն ասում, գուցե 15 է, թող ասեն 3-ը 3 ասենք, չէ, 4 են ասում, ենթադրում ենք, որ 5000-ի մոտ մարդ է ոչնչացվել առայժմ պաշտոնը, 1000-ի տասնյակ, 10-15 հազար վիրավոր, սովորաբար զոհերից մի քանի անգամ ավելի շատ վիրավոր է լինում, հետ կանել վիրավոր ու հաշմանդամ ունենք, երկիր ենք կորցրել, հող, մի քանի 100 եկեղեցի ու վանք են կորցրել, բազմաթիվ հոգևորականներ մնացել են առանց իրենց եկեղեցի ու վանքի, տնանք են եղել, աշխարհում եք թափառում է հայ ժողովուրդը, եւ ինքը գնում է, շատ հետաքրքիր բան է այստեղ, մի քանի օր առաջ գալիս է կաթոլիկ եկեղեցու կենտրոնից, Վատիկանից, որտեղ, որպես հայ քրիստոնյա, իրավունք չունենալով կաթոլիկ եկեղեցու նշխարը վերցնել, որը մեն բացառիկ դեպքերում է թույլատրվում։ Երբ միտեղ էս հայկական եկեղեցի չկա, այդ ժամանակ օրթոդոքս եւ կաթոլիկ եկեղեցու հաղորդություն կարող ես ընդունել։ Էն էլ թույլտվությամբ, իրենք դիմելով ստանալով։ Բայց ինքը Հռոմի պես ազատ երկրում 1-2 օրով գնացել էր, գնաց ընդունեց հաղորդություն, դա նշանակում է գնաց Թուրքիայում կոշիկները անեց, գնաց մսկիթ, դա է հաղորդության Փարփազադեի հետ։ Եվ տարբեր կասկածներ կան այդ գնաց այնտեղ նաև իրենց սրիտակով անցավ, եկավ մեր եկեղեցու դեմ իշխանության գալուց հետո ամենամեծ պղծությունները գործեց, Վեհարանը 7 օրով գրավել տվեց եւ պղծեց, նույնիսկ սուլթաններն ու շահերը չեն մտել Վեհարան։ Իր խուժանները մտել էին, ուտում էին, պղծում էին, թքում էին, ծխում էին, ծխախոտի կոթուկներ էին, քսում մնացուկներ այդ եկեղեցի մեր Վեհարանում։ Առաջի օրվանից հայտարարեց իր ինչ լինելը, եւ այդքանից հետո այս եկեղեցու նկատմամբ ամենա վայրենի տրամադրություններ ունեցող եւ քարոզով մանավանդ իր կինը, երբ առաջ օրը վեհապարի հետ հանդիպան գնաց, երեկոյան ակումբի աղջկա հաճախորդի շորով։ Միտումնավոր էր դա իրենց բանն էր։ Հիմա վերաբերմունքն այլ եկեղեցի եւ կաթոլիկոսի նկատմամբ որ ձեր ավանդույթները, ծեսերը բան մենք չենք հարգում։ Մենք մեր մարմնի եւ կրքերի նյութի որկորի իրավունքն ենք հասկանում մենակ։ Ինչ անում են հիմա։ Հիմա ես նայեցի, այս բանին աչպարարին մեծ դերասանին Նիկոլ անունով։ Ամբիոն են տվել այդ եկեղեցում, խորանի առաջ կանգնել է, տեսեք Հովանավանքում կեղծ այդ պատարակը նկատի ունեք։ Կեղծ պատարակի ժամանակ
կանգնելը հովանավանքում այնտեղ կեղծ կարգալույց եղած քահանան հիմա կարևոր չի ինքը արդարանում է չի արդարանում ինձ համար զրո արժեք ունի դա նույնն է թե Նիկոլը պետք է մի նախարարի հերացնի գործից նախարարը չգնա թե Նիկոլը էս Արցախն հանձնել խոստումները չի կատարել թոշակները չի բարձրացել այդ բաները չի փոխել Արագաչափերը չի փոխել, ասել է Հայաստանը մերն է, Արցախը մերն է եւ վերջ, բայց հանձնել է ու ասել այդքան բանը ինքը, բա ինչու ինքը այդքան արել, ես էլ նախարարությունից չեմ գնա, պաշտոնը չեմ լքի։ Դա նույնն է, ինքը ճանաչելով իր իշխանությունը եւ ասելով որ ես եմ կառավարությունը, ուրեմն հակառակ հայտարարում է ինչը կարող է վեհապարը ինքը եկեղեցին ինքն է։ Եթե նույն տրամաբանությամբ վեհապարն ասեց կարգալույց պիտի լինեք։ Հիմա նա հանձնարարություն է, չէ։ Հիմա կանգնել է այնտեղ նկարել են լրատվամիջոցները, գցել ստեղից ինչ որ կոկորտոլուսի արցունք է գնում, նկարել։ Այս մարդը որ հազարավոր հայերի ոչնչացրեց, հազարավոր եկեղեցիներ եւ հուշարձաններ մատնեց թշնամուն տվեց, պղծեց մեր երկիրը, գաղթական դարձրեց 100,000 մարդուց ավելի մարդ, կանգնել է սրբապիղծ, կարգալույց եղած, քահանայի առաջ, ծնկաչոք եղել, հաղորդություն է ընդունում եւ իբր լացում է, բայց մի աչքով։ Արցունքաբեր 1000 ու մի միջոցներ կան։ Ճիշտ ես ասում։ Այսինքն դրա կեղծիկը դա ժողովրդի համար է, չէ՞ արված։ Հա, ծնկաչոք միակա, բայց կարծում եք այդ կներեք կուտը ուտում է ժողովուրդը։ Այո, դեռ այդ վիճակում ենք։ Եթե չուտեն դրա հետևից գնացող չի լինի, միշտ լինում է մի զանգված, որ ուտում է իշխանությունների գծած կուտը։ Դրանք այն հավերն են, որոնք սնվում են իշխանության մսուրքից։ Կուտ են ուտում այնտեղ ջուր են խմում, ոչ չգիտեմ հիմա էլ պետք է բանկերի բանը, չէ, այդ բանկերի փողերն է ուզում ահագին, քանի հազար մարդու բանկի փող է ուզում, չեղյալ հայտարարել։ Նախընտրական, գնում ենք 2026։ Վարկեր, այո, նախընտրական։ Ժողովրդին նորից խաբել, նորից ոգևորել, հիմա այս ամբողջ համատարած սուտը, տեխնիկը, ահաբեկումները, գաղտնալսումները, սպառնալիքները ամենահեղինակավոր մարդկանց հասցեին զրպարտությունները մեծագույն հանցագործություն են ոչ միայն քրեական առումով, այլ նաև բարոյական մարդկային հոգևոր առումով, քրիստոնեական մեր ըմբռնումների մշակույթի առումով ոչ միայն հանցագործություն են նաև աններելի մեղք, որի համար իրենք պետք է հատուցեն վաղ թե ուշ։ Եվ մեր ժողովուրդն էլ մոռանալով այս մասին դերևս կան ահագին հավատավորներ, որ հավատում են սրան, որովհետև կուտ են ուտում։ Անավրցյան, քանի որ այո, դուք որոշակի այսպես բաներին անդրադարձաք նշաններին, հա, հագուստի ձև, պահվածք, այդ բոլորը հենց պատահական չէ, որ իրենք անում են։ Ես ուզում եմ մի շատ կարևոր հետաքրքիր մի վահանավանքի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանն էր գրառում արել մի 2 օր առաջ եւ նշել էր, որ Փաշինյանը, որ այդ որ ամենառավոտ այդպես բարի լույսի հետ միասին շռայլորեն սրտիկներ է տալիս մեր, չեմ ուզում այդ ձևն անել ժողովրդին, այդ սրտիկները թուրքական կիսալուսիններ են եւ գիտեք ինչ էր նկարած ինքը նկարած Քեմալ Քılıçdaroğlu խորհրդանշանն է։ Փաստորեն դուք դա գիտեք։ Քանի որ ես այդ խորհրդանշանների մասին ուղղակի կիսալուսիններն են թուրքական եւ թուրքական պետությունների սրտիկները, սրտիկ իր համար է, որովհետեւ ինքը անուղեղը չի հասկանում։ Ինչպես որ ինքը անուղեղը չի հասկանում։ Տեսեք, անուղեղ մարդը ճշնամուն նախ չի ծառայի։ Նա ուղիղ չունենալը, խելք չունենալը չի նշանակում, որ չունենալ խորամանկություն։ Մեր Ռաֆայել Պատկանյանը մի հոդված է գրել Էջուկեսանոս, հանճարեղ հոդված է, կոչվում է խելք եւ խորամանկություն։ Եթե մի օր դու ժամանակ ունենաս, միայն այդ հոդվածի շուրջ հարակից հարցեր քննելով, մենք կարող ենք խոսել բավական երկար։ Ինչ է խելքը, ինչ է խորամանկությունը։ Խորամանկները շատ արագ են հաջողության հասնում։ Նրանք շատ արագ են կարողանում խաբել մարդկանց, բայց նրանք հեռանկար չունեն։ Շատերը խելք եւ խորամանկությունը նմանեցնում են։ Խորամանկությունը, այսպես ենք, լույսի ու խավարի տարբերությունն է։ Սատանայի եւ Աստծո տարբերությունն է, բարու եւ չարի, չարն էլ է գործում, նա էլ չէ ուղեղային ինչ որ օժտվածություն ունի։ Դա խորամանկություն է կոչվում։ Դա չարի մտածելակերպն է։ Բարին է դանդաղ է հասնում, բայց բարին է հաղթում։ Ի վերջո,
Այսպես է։ Լավ, հիմա այս տեխնոլոգիան, հա, հասկացա։ Խորամանգն է, խափում է։ Հիմա խափում է եւ տարածում է հայության մեջ թուրքական մշակույթ, թուրքական նշաններ, հա։ Հիմա դες թուրքական առաջի նշանը ես մի հարցազրույցում էլ ասացի։ Գիտեք որն էր։ Իրենց ձեռք սեղմումը հիշում եք։ Այդ ձեռք սեղմումը թուրքական արդյունաբերողների լոգոն է։ Այո։ Թուրքական արդյունաբերողների լոգոն է, որի տակ գրվում է պատրաստված է Թուրքիայում։ Այս կուսակցությունը պատրաստված է Թուրքիայում եւ մնում է մենակ այդ նախադասությունն էլ գրեն։ Դա լոգոն է, այնքան արժանապատվությունից էլ զուրկ են, որ ապրանքի վրա դրվող ներկի, փայտի, մուրճի եւ զուգարանի թղթի վրա դրվող լոգոն վերցրել դարձրել եւ երևի ճիշտ են արել։ Այո, թուրքական է, նրանց սերը թուրքական է, նա թուրքական է սիրում, նա թուրքերին է սիրում։ Միայն նրանց համար է բացում մեր պետության սահմանները, ուրիշների համար չի բացում։ Մեր բարեկամ պարսիկների հետ հարաբերությունները դարձրել է խնդրահարույց։ Հիմա տես ամբողջ Ռուսաստանում ճանապարհները ցամաքային թե օդայինն էլ արդեն սկսել են խնդրահարույց դառնալ։ Ոչ մի օդանավ ժամանակին չի թռնում։ Ժամերով, նույնիսկ 1-2 օրով այլ օդանավականներն սպասեցնել են տալիս։ Ժողովրդին են հասկացնում, այսենց կլինի ավելի վատը կլինի։ Հիմա սա բոլորի նկատմամբ, որովհետև մի մարդ, մի պետության հետ, որին չեմ ասում սիրենք կամ չսիրենք, տնտեսական փոխհարաբերությունների միջից խափում ես։ Այդ տղա գնում ես այնտեղ մի բան ես ասում, գալիս այդտեղ մի բան ես անում, խափում ես։ Դե Փարիզում մի ասուլիս էր, հարցազրույց էր տալիս, ամբողջությամբ կեղծիք էր։ Խաղաղություն է հաստատվել Հայաստանում։ Միջնորդ կողմը Միացյալ Նահանգներ, մենք հաստատել ենք, մենք ստորագրել ենք այդ փաստաթուղթը, ի՞նչն եք ստորագրել։ Ինչ է փոխվել մեր կյանքում օգոստոսի 8-ից հետո։ Փաստաթուղթը նոյեմբերի քանիսն է, փաստային 9-րդ կետը, չէ՞։ Պուտինին հավաստիացնում է, որ այստեղ դու պիտի վերահսկես ճանապարհներն անցնելու են բան։ Հիմա խափում է, որ ես չի լինելու, դա մեր վերահսկողության տակ է, բայց գնացել Ամերիկա գնում, ասում է, որ այո, Պուտին, Թրամփի ուղին է։ Եթե մենք էինք տալիս Թրամփը ինչ կապ ուներ այդտեղ, այդ տղա։ Ինչու ես ամբողջ ժողովրդին դարձրել քո մատի փաթաթանը։ Եվ միայն ժողովրդին չէ, դրսին էլ է խափում։ Դրսին էլ։ Հիմա ասենք ասում է օգոստոսի 8-ից մենք խաղաղության մեջ ենք։ Ինչու է ադրբեջանական զորքը Հայաստանի մեջ։ Ասելով մեռանք, գրելով մեռանք։ Խաղաղության դու գերիները դեռ Բաքվի բանտում։ Դու իրավունք չունես որպես վարչապետ, որպես մարդ չասեմ, որտեղ մարդկային որևէ արժանիք չունի, բայց եթե դու պետության ես եկել խորհրդականների համակարգով եւ այլն պետություն ես ղեկավարում, կառավարություն ես, դու պետք է մի բան գիտակցես, որ չի կարող օկուպացված երկրի մի երկիր, որի տարածքի մի մասը օկուպացված է, իր պետական ղեկավարների եւ զորավարների մի մասն էլ բանտում է ժողովրդի, մի պետության հետ, այդ պետության հետ խաղաղության պայմանագիր կգել, աշխարհում չի եղել այդպես բան։ Դու կամ պիտի հայտարարես, որ օկուպացված եմ, դրանք քո տարածքներն են, եւ բան պարտվողական պայմանագիր կնքես։ Կապիտուլյացիա, եւ կամ պետք է դրանց ազատագրես քո տարածքները, քո գերիներին, հետո նոր բանակցություններ վարես խաղաղության համար։ Սա չի էլ հասկանում, ճիշտ եմ ասում։ Եթե ես ամբողջ հասկանար, չէ, որովհետեւ եվրոպացիները, օրինակ ռուսները, եվրոպացիները, ամերիկացիները հասկանում են անգիր, դրանց համար դա քաղաքական այբուբեն է, նրանք քաղաքական առումով չէ։ Իրավական տեսակետից բոլորը հասկանում են, որ սա հայտարարություն է, այսպես բան չի կարող լինել։ Մեկ բան է անում, նա հստակ թուրքական, ադրբեջանական տանդեմի օրակարգը ծրագիրն է իրականացնում Հայաստանում։ Դուք արդեն ասեցիք պանթուրքիստական ծրագիրն է իրականացնում եւ խափում է ուղղակի հայ ժողովրդին։ Եվ դա անում է պարզապես այնպես ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն բարերի ներքո։ Դու հիշում ես, երևի կհիշես, որ Էրդողանը այդ Թրամփի եւ Թրամփի ուղի բանը ստորագրելով եւ Էրդողանը, նաեւ նա էկոնոմիկայի նախարարը եւ բազմաթիվ նախարարներ պաշտպանության մի քանի անգամ հայտարարեցին եւ կրկնեցին, որ դա պանթուրքիզմի մեր վաղուց երազած պանթուրքիզմի ճանապարհն է։ Էլ ինչ ասեն, այնքան բաց են խոսում, իրենք շատ པարզ են խոսում։ Մեր թշնամական երկու երկրները շատ ազնիվ են խոսում, պարզապես լսել է պետք։ Իրենց պետք է լսել մեր ժողովուրդը, ոչ թե Փաշինյանի փաստորեն ծրագրերը իրականանում են։ Իսկ դա եկել ասում է, ով ասաց, նա ինչ իրավունք ունի Ալիևը այդպես ասելու, իրավունք չունի։ Այ մարդ Չեղյալ հայտարարի, ասա դու խախտել ես մեր պայմանը, ես ասել եմ քեզ սա
սովորական ճանապարհ է, մենք պետք է վերահսկենք։ Դու բոլորին ասում ես, որ Զանգեզուրի միջանցք է։ Ուրեմն ես հետ եմ կանչում իմ ստորագրությունը, չեղյալ եմ հայտարարում։ Դե հայտարարի։ Պարոն Ալբերտյան, դառնալով եկեղեցու թեմային, ինչը շատ կարևորում եմ եւ դրանով կփորձենք ամփոփել այսօրվա մեր հետաքրքիր այսպես զրույցը, իշխանության եկան, հիշում եք, դագաղներով, հետո նոր Հայաստան, նոր Հայրապետ, այդպիսի մի հատ ինչ որ շարժում արեցին, ասում էին մենք դրա հետ կապ չունենք, բայց հետո ընթացքում պարզ դարձավ, որ հենց հրահանգված էր, հենց իրենց կողմից էր հրահանգված։ Հետո սկսեցին կամաց այսպես բավական սուր քննադատել կաթողիկոսին, տարբեր հոգևորականների, հետո հերթը հասավ ձերբակալություններ, կալանավորումներ, 3 սրբազաններ կալանավորված են, հիմա եւ մի քանի հոգևորականներ, այո, եւս մի քանի հոգևորականներ։ Հիմա եկել հասել ենք մի փուլի վրա, երբ զավթման գործընթաց է, այսինքն գործնականորեն եկեղեցին զավթելու գործընթացն է։ 18-ին այդ փորձն արեցին, հա, բայց ժողովուրդը մեծ աղմուկ արեց, հիշում եք, բարձրացել էր ինքնուրույն մեկն էլ չէր նիկոլացվել, որ կարողանա։ Եվ ժողովուրդը ուղղակի պաշտպան եղավ իր եկեղեցուն։ Հիմա էլ մենք այդ երևույթի ականատեսն ենք, իհարկե, երբ Մայրաթոռում փորձեցին, հա, այնտեղ Սրբազանին, Միքայել Սրբազանին տանելիս, ես էլ այդտեղ ժողովուրդը մհոծ բազմությամբ խեղդում էր ոստիկաններին, բայց ուզում հետևյալի մասին խոսենք, որ հասել են օկուպացնելուն, բռնազավթում են մեր եկեղեցիները եւ հայտարարում է, դրանք չեն պատկանում Մայրաթոռ Սուրբ Էջմիածնին, ասում է Հովանավանքից էլ պիտի բացվի լույսը եկեղեցու մաքրության եւ ասում է ես այնտեղ է որ պիտի գնամ եւ պիտի պատարակ տրվի այնտեղ եւ այնտեղ է որ պիտի ես հաղորդություն ստանամ։ Այս ամբողջ կեղծիկ բեմադրության մասին կուզեմ որ խոսենք։ Կիրակի օրը այս կիրակի եւս նա պատրաստում է շքախմբով ԿՊ-ական, էլ մարզպետ, էլ ներքին գործերի համակարգի բոլոր աշխատակիցներ, իդեպ մտավ եկեղեցի կողքին ՊՆ նախարարներ, ինչի չգիտես, հա ուզում ասի զորքերն էլ են մեր թիկունքում, հա, թիկունքին կանգնած այս գրոհի այս եկեղեցու դեմ պատերազմում, մենք այս իրավիճակից ոնց պետք է դուրս գանք, նա հստակ սկսել է արշավը, հաջորդը Մայրաթոռ գնալն է։ Ոնց ենք կանգնեցնում այս հրոսակախմբին։ Նախ մենք պետք է հասկանանք, ես վստահ եմ, որ մեր հոգևոր առաջնորդները դա լավ են հասկանում, վեհափառի գլխավորությամբ, փայլուն են գիտակցում, որ սա Նիկոլի պայքարը չէ մեր եկեղեցու դեմ։ Ինքը օրհնություն ստացավ Վատիկանից։ Դերևս ներսես շնորհալու ժամանակ խաչակիրների օրերից կաթոլիկ եկեղեցին մշտապես փորձել է մեր եկեղեցին ենթարկել իրեն եւ դավանափոխ ունել հայերին եւ դարձնել կաթոլիկ։ Բոլշևիկների ժամանակ նման քայլեր արեց նաեւ ռուս ուղղափառ եկեղեցին Վազգեն վեհափառին ուղղահեղելով 3 նամակ, որոնց Վազգեն վեհափառը փայլուն պատասխաններ տվեց, հասկացնելով իրենց տեղը եւ մեր տեղը։ Հիմա պետության ղեկին են բերել մի մարդու, որը ինչ ասես անում է եւ ինքը կատարում է Վատիկանի կամքը։ Վատիկանը շատ հզոր երկիր է։ Պատական չէր, որ Սերժ Սարգսյանը իր փեսային Վատիկանում կարգեց դեսպան եւ Վատիկանում կազմակերպվեց իշխանափոխության ծրագրերը նաեւ Վատիկանը այսպես ձեռքը դրեց այդ ամբողջի վրա։ Այդպես է եւ Վատիկանը չկարծեք թե մի այդպես հոգեվոր կառույց է ընդամենը։ Դա հզոր քաղաքական եւ ֆինանսական ուժ է։ Ես չգիտեմ աշխարհում կա ավելի հարուստ բանկ ֆինանսական կենտրոն, քան Հռոմի բանկն է։ Եվ գաղտնի ուխտերը եւ այլն, դա շատ հզոր եւ մի մոտ 1 միլիարդ հետեւորդ ունեցող մի հզոր կառույց է աշխարհով մեկ սփռված, որի դեմ մեր եկեղեցին դժբախտաբար միայնակ պահպանելով ճիշտ ակունքները 3 ժողովների որոշումները հանգանակը Նիկիո եւ ուղղափառ ընթացքը միայնակ պայքար է տվել տարբեր դարերում։ Պահ է եղել դադարել է, պահ է եղել հագնացել է։ Հիմա նրանք հարմար են գտնում, որ Հայաստանի իշխանության ղեկին մի մարդ է, որը չունի կրոնական ըմբռնումներ, որը փողի համար պատրաստ ինչպես որ տեսան նրանք փորձեցին փողի եւ իր շահի համար, իր իշխանության համար վաճառեց Արցախը, դատարկեց Արցախ եւ Արցախի եկեղեցիներն ու վանքերը մատնեց թշնամուն եւ այդ թշնամին նույնպես Վատիկանի զինակիցն է եղել, մենք պետք է իմանանք։
Մենք այս մի քիչ գուցե շեղվեցի, բայց իմացեք, հայոց իրականության մեջ Արևմտյան Հայաստանում կաթոլիկությունը տարածվել է Սուլտան Համիդ առաջինի օրհնությամբ։ Նախ Սուլտան Համիդը հալածում էր Վատիկանի միսիոներներին, բայց երբ տեսավ, որ 19-րդ դարի առաջի կեսերին, երբ տեսավ, որ շատ լավ գործ են անում կաթոլիկ միսիոներները, հայերին են պարակտում, դրանից հետո բոլոր միսիոներներին լիազորություն էր տալիս եւ հատուկ թուղթ էր տալիս ֆիրման, որով նրանք կարող էին անցնել բոլոր կայսրության տարածքները լիազորություններով ոչված եւ տեղական իշխանություններին հորդորել ցույցում էր տրվում, որ այս մարդկանց օգնել հայերին դեպի կաթոլիկություն տանելու համար։ Հիմա նույնպես թուրքերը եւ Վատիկանը միասնաբար ուզում են կաթոլիկության այստեղ մեր եկեղեցու դեմ պայքարել։ Դրանք վաղեմի փորձն է Վատիկանի եւ Օսմանյան կայսրության պայքարեն դաշինքի, հակահայկական դաշինքի վերականգնումն է այսօր։ Ինքը այսօր Վատիկանի հետ է գնաց հաղորդություն ունես դաշնակցում եւ դաշնակցում է ում հետ թուրքերի հետ։ Ինքը այդ դաշինքին է միացել։ Իհարկե ամերիկացիները իրենց խնդիրներն ունեն, հատկապես անգլոսաքսերը, բրիտանական հետախուզությունը իր խնդիրներն ունեն։ Կներեք հարցնել, որովհետև կա կարծիք, որ փաստորեն բողոքականություն են փորձում տարածել։ Եվ դրական են խոսում, անգամ ԿՊ-ական ներկայացուցիչները ներկայացնում են, թե ինչքան ճիշտ կրոն է բողոքականություն չեն տարածում։ Բողոքականությունը ուրիշ իմաստ ունի։ Նրանք կաթոլիկություն են ուզում տարածել։ Կարող է բողոքականներն էլ գլուխ բարձրացնեն եւ այլն, որովհետև բողոքական եկեղեցին նույնպես եկավ այստեղ իրեն համարելով ավետարանի սուրբ դավանանքին հետևող, ինչպիսին որ կա, բայց ծիսակարգով ամեն ինչով մեզնից կաթոլիկներից անջատ եկեղեցի եկավ այստեղ վեհապարից իրավունք խնդրեց, որպեսզի այստեղ մինչև խորհրդային կարգերի հաստատումը մնացած բողոքական համայնքի բեկորները միավորի 1-2 եկեղեցու շուրջ, բայց իր գործելակերպով վերածվեց աղանդավորական կառույցի եւ զբաղվեց հոգեվորսությամբ։ Մի քանի տասնյակ եկեղեցի է ստեղծել նա։ Ինչ են կոչվում այդ եկեղեցիները։ Բողոքական եկեղեցին, ավետարան հայ, ավետարանական եկեղեցու, այստեղի այնտեղ հասկանալի է, այն պատվելիները, մատվելիները, որ լծվել են, դրանք նույնպես ապազգային կառույց են, որովհետև նրանք չունեն ազգային, կաթոլիկությունը նույնպես չունի։ Այդ բոլորի մեջ հարաբանությունների եւ կաթոլիկ մեջ ազգային մենակ հայն է։ Դրա համար էլ նա կոչվում է հայ առաքելա, հայ առաքելական սուրբ եկեղեցի։ Եվ հայապահպան է։ Եվ ասում են, եթե քրիստոնյա չենք ասում, մենք ասում ենք հայ քրիստոնյա։ Եթե մեզանից մեզ հեռացնում են, հային հեռացնում են հայ առաքելական սուրբ եկեղեցուց, նա դադարում է։ Հիմա մի բան է լինել հայ։ Սա պետք է հստակ գիտակցի մեր ժողովուրդը։ Դա հիմա եկա եւ կամ փաստերը։ Խոսելու շատ բան կա, այս խոսքը բերեմ այստեղ հանգեցնեմ։ Երբ եկեղեցու պատմությունն են հանում դասագրքերից, կեղծում են, պղծում են հոգևորականներին, եկեղեցու գույք ունեցված քաղաքական ազդեցություն վերացնում են հոգևորականների, հոգևորս են կատարում դեպի այս կողմը, եւ նրանք հիմա վաղը մյուսը գնում մտնում են ուրիշ եկեղեցիներ։ Նրանք կդառնան շուտով բողոքականների կամ կաթոլիկների, հատկապես կաթոլիկների եկեղեցու սպասավորներ։ Եվ հիշի դու, սա երբ առաջին կարգալույց եղած քահանային այս օրերի կաթոլիկ եկեղեցուն կընդունի իր գիրկը որպես կաթոլիկ քահանա, իմացի որ Վատիկանը սկսել է իր գործողությունները հաջորդ փուլը գաղափարական քաղաքական քարոզչությունից գործնական քայլերի անցնում նոր եկեղեցին պարակտելու։ Մեր եկեղեցու եւ Վատիկանի միջև կար պայմանավորվածություն։ Ես հիշում եմ, որ ժամանակին 92 թե 3 թվին եկա ասացի, որ Ժավախքի եկեղեցի գյուղերից մեկը կաթոլիկ ամբողջ գյուղով ստորագրահավաք են կատարել եւ ուզում են միանալ Էջմիածնին։ Դա գիտես ինչ ասած, Զավակս ասած, մենք Վատիկանի հետ ուխտ ունենք, պայմանավորվածություն ունենք, պայմանագիր, որ իրարից թեմեր չենք խլելու, հոգևորություն չենք անել, ոչ նրանք մեզնից, ոչ մենք նրանցից։ Հիմա վեհապարի գնաց, հիմա հարձակվում են այս վեհապարի վրա, որը շարունակում է թե Վազգեն Գարեգին երկրորդ տեսան, որ շարունակում է այդ քաղաքականությունը եւ Հայաստանի պետականության ոչնչացմանը եւ պանթուրքիզմի ճանապարհ դարձնելու խանգարող երկու հզոր քաղաքական ուժ կա, մեկը հին արմատներ ունեցող հոգևոր մշակութային կրոնական մեծագույն կառույցն է հայ առաքելական եկեղեցին,
մյուսներն էլ հայ հեղափոխական դաշնակցությունը սլակներն ուղղել են այդ երկու ուժի դեմ։ Նախ ամենաշատ խոր արմատներ ունի եկեղեցին։ Նախ հարկավոր է եկեղեցուն հարված հասցնել։ Հիմա որ անունը դրել են թե կաթողիկոսին է սա ուղղված, ոչ թե եկեղեցին է։ Հիմա եթե ես եմեն եւ վարչապետին հայոյեմ, ասեմ, որ դու ես, դա կհամարի, որ իշխանությանն եմ, չէ՞ հայոյում, որտեղ ինքը իրեն հայտարարում է, որ կառավարությունը ես եմ։ Ինչու եկեղեցու դեպքում եկեղեցին ինչպես չի մտածում որ եկեղեցին էլ հայրապետն է։ Ասում է ես եկեղեցու հավատավոր զավակ եմ եւ մենք պետք է մաքրենք մեր եկեղեցին։ Դուք ասեք ինչ կեղծավոր նա հայ եկեղեցու հետևորդ չեն, դեռ հետո ժամանակ կգա կտեսնենք նրանք ինչ եկեղեցու հետևորդ են, սատանիստական թե այ։ Այսինքն դուք կասկածում եք նրանց հավատին։ Իրականում նրանց քայլերը ցույց են տալիս, որ հայ եկեղեցու հետ կապել կարող հայ առաքելական եկեղեցու հետևորդը այդքան լկտի արտահայտություններ թույլ տա, չէ խախտելով բանը, ինչը անմեղության կանխավարկացիա, բոլոր հոգևորականների, բոլոր քահանաների, բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են մեր եկեղեցուն, մեր դավանանքին ծառայության մեջ են եւ որոնք ընդունում են վեհապարի վեհությունը նրանց բոլորին ինքը հայոյում է։ Դուք չեք տեսնում։ Այո, վարկաբեկում է սարսափելի բառեր օգտագործելով։ Ուրեմն սա վարկաբեկելով է ուզում ոչինչ ծրագիր է։ Պարոն Ալբերտյան, լավ, հիմա մենք ավարտենք եւ շատ կարեւոր է որ հասկանանք մենք ոնց սրան պետք է դիմագրավենք, հա, հայերս, ոնց սրան պետք է դիմագրավենք։ Իդեպ ասեմ, ուզում շատ կարեւոր նաեւ հետեւյալ փաստը արձանագրենք, որ ավելի սրվեց սրա այսպես պայքարը մեր եկեղեցու դեմ, թեպետ Փաշինյանը միշտ իր հոդվածներով հակա եկեղեցական եղել։ Միշտ, մինչեւ վարչապետ լինելն էլ միշտ էլ նա կաթողիկոսին հասցեին վայրահաչել է։ Մանկապարտության մասին այդպես հիացմունքով գրում է իր գրքում, հաճույքով, սատանից սպասավոր են գլխից, պարզ ասել։ Այն ով որ գրում է իր երկրի հակառակ կողմը երկի մեջ այդ սրբապղծությունները, դրանք միայն սատանիստական քարոզչություն է։ Իր գրածով պետք է նաև իրեն դատել։ Իհարկե, իր գործերով հիմա տեսեք, այո, հիմա մեր եկեղեցին երբ սկսեց եւ շարունակում է շատ ակտիվ աշխատել Արցախի հարցում, թե Արցախում մշակութային մեր հոգեվոր ժառանգության ավերն է բացահայտում տարբեր միջազգային հարթակներում եւ հնչեցնում է շատ կարեւոր մի բան արցախահայության հայրենիք վերադարձի իրավունքի մասին, որն իդեպ 3 այս մարտիկ Եվրանեստի գագաթաժողովում, այդ համաժողովում իրենք ամեն ինչ արել էին, որպեսզի այդ բանաձևը չընդունվեր եւ ինչպես Հայաստան խմբակցության падգամավորը, այո, Արթուր Խաչատրյանն ասեց, ասում է Եվրանեստի եվրոպական падգամավորները գալիս ասում են, որ հենց ձեր իշխանությունն է, իշխանության ներկայացուցիչներն են մեզ ասել, որ չընդունեք այդ բանաձևը, այսինքն իրենք հերթական անգամ դավաճանեցին Արցախն ու արցախահայությանը։ Եվ քանի որ եկեղեցին տանում է այդ գիծը, եկեղեցին են հզոր կառույցը իր ցանցով, որ կանգնած այսօր ի պաշտպանություն Արցախի եւ արցախահայության շահերի դիրքերից է հանդես գալիս։ Հարվածներն ավելի քան ուժեղանալու են։ Ինչ ենք անում մենք։ Հայերս ինչ ենք անում մենք պաշտպանելու մեր հզոր հենասյունը, մեր ազգային ինքնության հզոր հենասյունը։ Փլվեց հայազգը չի կարող լինել։ Գաղտնիք չկա։ Մեծ այսպես իմաստուն բաներ ասելու կաջալ։ Մենք գործիքակազմ ենք անում, ինչ ենք անում, ոնց թույլ չենք տալիս։ Ոստիկաններ, ԱԱԾ, ՊՊՑ կարևոր չի։ Լցրել է այնտեղ, մարդկանց խեղդում են, բերանները փակում են, դուրս են անում եկեղեցուց։ Ամեն մեկ իր եկեղեցու շուրջ պետք է համախմբված լինի։ Բոլորս եկեղեցու ասելով թեմերի եւ կոնկրետ տաճարի շուրջ, որտեղ գնում է եկեղեցի, որի իր առաջնորդարանը պետք է նաեւ առաջնորդարանները նույնպես պետք է այստեղ դեր ունեն, իրանք պետք է կատարեն։ Պետք է ժողովրդին ճիշտ հասկացնեն, քարոզչությունը պետք է ուժեղանա, բացատրությունը ուրեմն հասանելի լինի ժողովրդին, թե ինչ է կատարվում։ Ասում են քաղաքականությամբ չզբաղվեք հանկարծ։ Իմիջիայլոց դրա մասին ես ուրիշ կարծիք ունեմ, բայց եկեղեցին ուրիշ է, դա իրենց գործը չի։ Մեր եկեղեցին իրենք որ այսօր որպես մարդ գոյություն ունեն, շնորհիվ այն բանի է, որ հայ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվել 1700 տարի։ Եթե նա քաղաքականությամբ չզբաղվեր, հայոց նախարարություն, հայոց եկեղեցի, հայոց պետություն, հայ ժողովուրդ, հայ համայնքներ չէին լինի աշխարհում։ Նա քաղաքական հզոր մարմին է եղել, ռազմաքաղաքական, եթե ճիշտն ես ուզում, որտեղ տեղը եղած ժամանակ նաև առաջնորդել է ժողովրդին դեպի պատերազմի դաշտ։ Հիշենք մեր բոլոր ծանր ժամանակները եւ հատկապես Արցախյան պատերազմը եւ դրանից առաջ եղածը։ Սարդարապատում կաթողիկոսը 500 հոգևորական միաբան ուղարկեց ճակատ, որոնք առանց զենքի
Զորքի արչև կանգնած զորաճ ամեն մեկը մի հատվածում հարցակման ժամանակ իրենք էին առաջինը սլանում եւ ահուս հարսապ տարածում թուրքերի վրա։ Հայ եկեղեցին եւ ռազմական եւ քաղաքական եւ հոգեվոր եւ մշակութային առումով մեր հոգու տունն է, մեր ազգի էությունն ու բունն է մեր։ Մենք այնտեղից ենք ելել այս վիճի քաղաքակրթությամբ։ Ճիշտ է, հայը միշտ եղել է, բայց եթե մինչ քրիստոնեական շրջանում էլ այն ժամանակվա իր հոգևոր հաստատությունների շուրջը համախմբվել։ Այն հոգևոր այն դավանանքը փոխվեց, քրիստոնեական եղավ, նույն ձևով, նույն սկզբունքով հայը համախմբվեց մյուս կրոնի շուրջ։ Այսինքն հայը իր հոգևոր առաջնորդների շուրջը համախմբվում եւ այդ համախմբումը ավելի մեծ է համախմբան ուժը, քան նրա հավատի ուժը, անկեղծ։ Դու նկատել ես, որ եկեղեցիներ որ գնում ես, ժողովուրդը նույնիսկ շատ հաճախ չի մտնում մի հատ մոնվարի, բայց եկեղեցու բակում, հատկապես Սփյուռքում, հավաքվում են իրար հետ, խոսում են, սիրում են իրենց եկեղեցին։ Հայ գենի մեջ նստած է, էլի, չէ՞ մեր եկեղեցու շուրջը համախմբումը։ Ռուսաստանում էլ է այդպես, Հայաստանում էլ։ Մեր համախմբումը հիմա այդ ուժը պետք է մենք պետք է ուժեղացնենք մայր եկեղեցին եւ պետք է հավատանք, որ եթե այսպես պիտի իմանանք, կորցրենք մայր եկեղեցին, հայություն չի լինի։ Այլևս հայություն չի լինի, հային պահող ոչինչ չի լինի։ Պարոն Ալբերտյան, մեկ կարևոր հարցի անդրադարձեք եւ ավարտենք։ Հովանավանք գնալ թե չգնալ։ Այս հարցն է դրված, տեսեք, Նիկոլ Փաշինյանի նպատակը կա եւ շարունակում է մնալ հետեւյալը՝ քաղաքացիական բախումներ հրահրել։ Այս մարդը դրանից այսպես էներգիա է ստանում։ Գուցե գնալ այնտեղ, պաշտպանել տեղում մեր եկեղեցին, բայց բավոր հանկարծ լինեն այդ բախումները։ Թե չվախենանք այդ բախումներից, ավարայր է։ Քանի որ այստեղ է։ Եթե մենք չենք կարողանալու այն թվով գնալ, որ դրանց կասեցնենք, կարող է վտանգավոր լինի։ Իրենք հարցակվեն, ծեծեն, ջարդեն, փշրեն եւ ժողովրդի աչքի հուշեք կոտրեն, ոնց որ ասում։ Ժողովրդի աչքի ճիճում կոտրեն, հա, վախեցնեն ժողովրդին։ Բայց եթե ժողովուրդը գնա մեծ թվով, զանգվածով եւ սրանց կասեցնի, իր եկեղեցին, գիտես ինչն է ինձ զարմացնում։ Հովանավանքում ահագին մարդիկ կան, որոնք ուրեմն սրան են հետևում։ Ինչպես ընտրում։ Բայց դա ունի իր պատճառները, ցավոք, դարձյալ նոթապաշտությունը։ Օրինակ ես տեղեկացա, որ այդ ժողովրդի խոստացել են կարկտաբեր այդ ամպերը ցրելու գործիքներ։ Գյուղատնտեսական ինչ-որ բաներ։ Հիմա երբ ամբարոյականություն է կատարվում վարչապետի գլխավորությամբ, մայր տաճարը թողած ինքը կարգալույս եղած քահանայի հետևից է գնում, դες հարված ուր է հասցվում։ Փոխում է Սլակը փոխում է։ Այս վաղը մյուս օր այդ եկեղեցին նրանք կարող է դնեն Վատիկանի հովանու ներքո եւ տղաներ դառնա կաթոլիկ։ Եվ կաթոլիկներին ի վերջո մի կերպ պետք է գործի մեջ ներքաշեն, թե չէ։ Ես ասեմ, կաթոլիկ եկեղեցին միանշանակ չէ։ Կա հայ կաթոլիկների եկեղեցի եւ ոչ հայ կաթոլիկներ, չէ՞, Վատիկանը ոչ հայ կաթոլիկներ է։ Այսինքն ֆրանկներ է, չէ՞, ժողովրդական ֆրանկներ։ Օրինակի համար ես պարզ ասեմ քեզ, Արցախի պատերազմի ժամանակ այդ Ջավախքի կաթոլիկները, որ ընդհանրապես տեղի հայերի հետ, մյուս հայերի հետ, լուսավորչականների հետ առնչություն չունեին ճշտամական հարաբերությունների մեջ էին, Արցախը միավորեց եւ բոլոր տարաձայնությունները վերացան։ Սրանք անհանգստացել են, նաեւ Վատիկանն է անհանգստացել, որ հայրենիքի գաղափարը կարողանում է հավանաբանական տարաձայնությունները վերացնել Արցախը եւ այլն եւ սկսում են պարակտման կրակի վրա նոր հայտ գցել։ Դրա համար մենք ունենք մի կարգախոս, որով ես ուզում եմ այս մեր զրույցի ավարտել, այդ կարգախոսը գալիս է դարերով եւ նա միշտ արդարացնել է իրեն եւ դրա բովանդակությունը շատ մեծ է։ Մեր Եղիշե հայրապետի անմահ գրքից է։ Հայերը Ավարայրի դաշտում ունեին մեկ կարգախոս. Վասն հայրենյաց, վասն հավատո, կամ հակառակ, այն ժամանակ այսպես է։ Վասն հավատո, վասն հայրենյաց, որովհետև եթե չկա հավատ, չկա հայրենիք։ Մայր հայրենիքը, հոգին, հավատը հոգին է, մարմինը հայրենիքը։ Իրարից դրանք անջատեցիր, առանձնաբար կմահանան։ Շնորհակալ եմ այս բովանդակարից զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք այս զրույցին, եւ ես շատ կցանկանամ, որ հիշեցնեմ եթերում քեզ խելքի եւ խորամանկության մասին նոր տարվանից հետո։ Հիմա չշտապենք։ Նոր տարվանից հետո մի հաղորդում կազմակերպենք։ Ինչքան ընտրություններին մոտ այդքան լավ, որովհետեւ խելքի եւ խորամանկության այս խորագրի տակ մենք պետք է փորձենք բացահայտել այդ խորամանկության գործընթացները եւ մեխանիզմները
հակադրելով խելքին։ Եվ բացել մեր ժողովրդի աչքերը։ Շնորհակալ եմ, պարոն Ալավերդյան։ Վերհիշեցնեմ, մենք հաղորդաշարի հյուրն այսօր բանասիրական գիտությունների դոկտոր Հայկ Ազուն Ալվրդյանն էր։ Լավ եղեք, կհանդիպենք։